Նախ այս առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխությունները կատարվել են Եվրոպական միության համապատասխան հրահանգի եւ դրա հիման վրա եվրոպական մի շարք երկրներում ընդունված օրենսդրական ակտերի հիման վրա, սակայն դրանցում չափանիշը որն էր, որ զեղչը պետք է կիրառվի զեղչի մեկնարկին նախորդող նվազագույն գնից։ Հենց տնտեսվարող սուբյեկտներն էին բազմաթիվ խնդրանքներով, երբ այդ օրենքում փոփոխություններ կա, թե ազգային ժողովին հասցեագրված, թե էկոնոմիկայի նախարարության մեզ, որ եկեք դա չընտրենք, այլ ընտրենք միջին տարբերակը, ինչի, որովհետև օրինակ ակցիայի մեկնարկի նախորդող ամսում կարող եմ 1 օր ունենամ նվազագույն գին, ինչ որ պատճառով, եւ դրանից հետո գինը բարձրն է։ Այս դեպքում ստիպված կլինեմ զեղչը հաշվարկել այդ նվազագույն գնից։ Ըստ էության այդ ընդառաջումը եղավ տնտեսավարող սուբյեկտներին եւ ընտրվեց միջին գինը, որը կենթադրի այդ օրվա ցածր գնի եւ հաջորդող բարձր գնների թվաբանական միջինը։ Սրանից հետո հաջորդ տնտեսվարողները խնդիր բարձրացրեցին, որ այդ միջին գինը հաշվարկելը մեզ համար դժվարություն է։ Բայց գործնականում եթե տնտեսավարող սուբյեկտը զեղչը կիրառի նվազագույն գնից, այստեղ մենք չենք ունենա սպառողի նկատմամբ ըստ էության մոլորեցում, որտեղ դա ի նպաստ նրա է, այսինքն ոչ թե կլինի 100-ը, այլ 80-ը, որի դեպքում 20% իջեցումը կլինի, ասենք 64-ը պայմանականորեն։ Խնդիրը սրա շուրջ է եղել, բայց այս նախագիծը եկել է այս հարցն հստակեցնելու եւ սրա շրջանակում մի խնդիրը դա էր, որ բարձրացնում էին նվազագույն գինը, արդեն ստատիկ ասա տեղի ունենում, եւ հաջորդ հանգամանքը, որ գա դա պրոգրեսիվ զեղչի մասն է, երբ որ տնտեսավարող սուբյեկտը սկսում է օրինակ 20%-ից, հետո որոշում է իրականացնել 30%, հետո 40% եւ այլն, եթե գործող խմբագրությամբ օրենքի, այսինքն փոփոխությունը չարվի, կստացվի, որ հաջորդ զեղչի դեպքում պետք է 20% նվազեցումից արվի 30%-ը, որը երրորդ քայլից հետո կմոտենա արդեն օրինակ ինքնարժեքի 20%-ին։ Հա, այս խնդիրը լուծելու համար պրոգրեսիվ զեղչը, եթե հաջորդաբար 1 ամսվա ընթացքում է առավելագույնը տեղի ունենում, ապա այդ խնդիրը չի առաջանում, սակայն պայմանը, որ 5 ամսից ավել զեղչ չլինի, որովհետև հակառակ դեպքում դա ըստ էության զեղչ է սովորական գնային քաղաքականություն, եթե այսինքն բիզնեսը կարող է իրեն թույլ տալ ցածր գնով մշտապես իրացնել իր ապրանքը, դա նշանակում է իր գինը, ոչ թե ընդառաջում, ոչ թե խթանում, որ սպառողը օր առաջ այդ գնում անի եւ այլն, սրա մասն է խոսքը։ Եվ այդ բոլոր փոփոխությունները այստեղ իմպլեմենտացված են, եթե հարցեր կան, փորձեն բարձրաբանել, այսինքն խնդիրը մեկ-մեկ ավելի շատ տնտեսվարող սուբյեկտների անհարմարությունն է ճակերտավոր, որի դեպքում, եթե ուղիղ տողատակներ տեսնում, իրենց նախին պրակտիկան փորձում են շարունակել։ Օրինակ, բարձրաձայնում են հետեւյալը. ինչի չեն կարող 3 տարի առաջվա գինը որպես զեղչի մեկնարկ ներկայացնել։ Կամ ինչի չեն կարող գինը բարձրացնել եւ այլն։ Սա այն է, այսինքն ըստ էության, ասում կլինի շարունակենք մոլորեցնել մարդկանց, եթե այլ բառերով սրա մասին խոսենք։ Շնորհակալություն։ Պարոն Մարկոսյան, ձեզ նույնպես շնորհակալություն։ Այդ նվազագույն գնի հետ կապված մի հատ փորձենք կոնկրետ իրավիճակի վրա պրոյեկտել էլի։ Այսինքն, եթե հիմա այն նշածս օրինակով որևէ մեկը իր ապրանքը վաճառում է ստանդարտ 1000 դրամով որոշակի ժամանակ եւ մի օր 1 օրյա ակցիա անում, դարձնում է, ասենք 800 դրամ, հետո հաջորդ օրվանից էլի հետ է վերադառնում 1000 դրամի, մի երկու շաբաթից էլի որոշում է զեղչ անել ու էլի գրում է 800 դրամով վաճառումը, գրում է 20% զեղչ։ Այսինքն մեր այն ընդունած կարգավորումների համաձայն մենք իրան ասում ենք, քանի որ դու մի հատ նվազագույն գին ես ունեցել, մի երկու շաբաթ առաջ 800 դրամով վաճառել ես, դու չես կարող ասես, որ 1000 դրամից ես դու զեղչ արել, պիտի 800 դրամից զեղչ արած լիներ, նոր կարողաներ գրել 20, այսինքն դու պիտի վաճառես դա, չգիտեմ, 700 դրամով կամ 670 դրամով, որ հնարավորություն ունենաս։ Հիմա դա տնտեսվարողների համար խնդրահարույց է եղել։ Հիմա ուզում եմ մի հատ հասկանանք մենք հիմա էկոնոմիկայի նախարարության առաջարկած տարբերակով ինչ ենք ունենում վերջին հաշվով տնտեսվարողների համար, էլի, պարզ որ խաղի կանոնը հասկանալի լինի։ Նախ նշեմ, որ այո, սա դիրեկտիվ է, բայց պարտադիր դիրեկտիվ չի։ Այսինքն այդպես դիրեկտիվ կա Եվրոպայում, բայց սա այդ պարտադիրներից չէ, այսինքն կարող ենք սա չընդունել կամ ընդունել ինչպես ուզենք, սա մեկ։ Երկրորդը, տեսեք, այստեղ կա ճշմարտություններ, բայց պետք է առանձին դեպքերը առանձնացնենք։ Օրինակ կա կազմակերպություն, որ ինքը միշտ 20% զեղչ է տալիս։ Միշտ երբ գնում ես տարի 12 ամիս, դրած է օրինակ 10000 դրամ, ասում է դա գինը 8000 դրամ, 20% զեղչ կա միշտ։ Դա ուրիշ դեպք է։ Բայց կա դեպք, որ կազմակերպությունը, օրինակ, փետրվարին դրել է 10000 դրամ գին, մարտի 7-ին կանանց տոնի կապակցությամբ 20% զեղչ արել։ Հետո ասում են, օրինակ մի հատ էլ ապրիլի 7-ին է ուզում զեղչ անի։ Այդ ապրանքի գինը 10000 դրամ է։ Ապրիլի 7-ին 8-ին որոշել է, որ կանանց նվեր պիտի անի 8000 դրամով ծախի, իր ապրանքն էլ շատ վաճառվի դրա միջոցով։ Հետո բնականաբար պիտի բարձրացնի երի 10000, ապրիլի 7-ին նորից իջացնի 8000։ Հիմա ասում են, չէ, քանի որ դու մարտի 7-ին 8-ին 8000-ով ես ծախել, դու պիտի արդեն 6000 ծախես։
Այս նորմալ չի։ Ես ուզում եմ ասեմ ձեր ասած, ես ձեր դեպքերը շատ լավ գիտեմ։ Ես ռիթեյլում երկար ժամանակ աշխատել եմ ու այդ բոլոր պատմությունները, դրանք ես եմ շատ երբեմն նաև արել։ Դրանք եկեք իրարից առանձնացնենք, այն մի տարբերակը դա ուրիշ պատմություն է, եկեք այդ մասով փակենք, այս երկրորդ իմ ասած տարբերակը լրիվ ուրիշ պատմություն է եւ այս երկրորդ դեպքին եկեք չկպնենք, այսինքն ժամկետների հարց կա ստեղ նաև։ Վերջում ինչ կարգավորում ենք ունենում, այդ մասը մի հատ խնդրում ներկայացնենք, որպեսզի մեր տնտեսվարողների համար հասկանալի լինի։ Տեղից խճճվել են արդեն, էլի։ Մի հատ փակ Իրականում գործող կարգավորումը, միջին գնի մեթոդը, այս հարցը միանշանակ փակում է։ Այսինքն, եթե մեկ օր ընդամենը ամսվա մեջ արել է 800 դրամով վաճառք, մնացած օրերը 1000 դրամով, այդ դեպքում ընդամենը բաղադրիչի մեջ 30 օրվա գումարների մեջ մի օրն է դառնալու 800, բաժանվելու է 30-ի։ Ըստ էության դառնալու է միջին գինը 980 դրամի կողմերում։ Այդ դեպքում գինը շատ չի փոխվում, հետեւաբար նախորդող մեկ ամսվա նվազագույն գնի խնդիրը գոյություն չունի։ Չէ, գոյություն ես էլի օրինակով բերեմ։ Չէ, գործող կարգավորման մասը։ Չէ, գործող կարգավորումում ինքը գոյություն ունի, որովհետև կարող է պարզվի այդ 2 օրում ինքը ամբողջ ամսվա 70%-ի առևտուրն է անում, դες ներբություններ կա։ Բայց խնդիրը հետևյալն է։ Ես ասում եմ, եկեք նրանք, որոնք որ տարին 12 ամիս ասում են 10000 դրամ, բայց վաճառում են, բայց ունեն 20% աղջիկ 8000 դրամ։ Դրանց համար այո, սփակենք, բայց նրանք, որոնք որ ասում են, այս ապրանքի գինը 10000 դրամ է, մի ամիս վաճառում են 10000-ով, հետո 3 օր վաճառում են 8000-ով, հետո նորից մի ամիս վաճառում են 10000-ով, հետո 3 օր վաճառում են 8000-ով, այդ մարդիկ չեն մոլորեցնում, ընդհակառակը է։ Այդ մարդիկ իրոք, եթե դուք գնաք մարտի 9-ին, իրանք ձեզ 10000 դրամով են վաճառելու։ Ապրիլի 7-ին գնաք, իրանք ձեզ էլի 8000-ով են վաճառելու։ Էսա, իրանք չեն մոլորեցնում։ Մեր կարծիքներում, պարոն Պապյան, դիրքորոշումների առումով տարբերություն չկա, հենց այդպես է մտածում։ Չէ, այդպես որ չեք անում, դուք անում եք, ասում եք գնա միջին գին գործողնեք, ասում, թե 10000-ը սարքի 9650 դրամ, այդ 9650 դրամից, քանի որ դու որոշել ես 8000 ծախսես, երկրորդ անգամ 20% մի արա, այլ արա 16%, որը դա դառնա մի հատ այնպես բարդ բան եք ստեղծել, որը խնդրեմ առաջացնում մարդկանց համար։